Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ապրիր կյանքդ Տեր Աստծու ռիթմին համահունչ։ Երբ մարդն ապրում է մշտական ճնշման տակ, տեսնելով, որ չնայած իր բոլոր ջանքերին ոչինչ չի կարգավորվում և չի ընթանում իր ուզած ուղով, նա ընկնում է սթրեսի մեջ և դառնում հոգնած, ընկճված, անհանգիստ ու հիասթափված։ Սիրելի՛ բարեկամ, անգամ նման ընթացքով անցնելու իրականության պարագայում մենք չպետք է թույլ տանք, որ մեր կյանքի իրավիճակները սահմանեն, թե ով ենք մենք։ Ե՛կ ուշադիր ընթերցենք Տեր Հիսուսի խոսքերը Մատթեոս 11:28-30 հատվածում. «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և Ինձնից սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետև Իմ լուծը քաղցր է և Իմ բեռը թեթև»։ Տեր Հիսուսն ասում է, որ եթե դու չափից շատ ծանրություն ես կրում քո ուսերին կամ ծանր օր ես ունեցել, ապա դա եղել է այն պատճառով, որ չես ընտրել այն, ինչը Նա էր ծրագրել քեզ համար։ Տերը աստվածային փոխանակում է քեզ առաջարկում՝ հանձնի՛ր Նրան քո հոգսերը և վերցրու քո ուսերին Նրա հոգսը, որը քաղցր հոգս է և թեթև։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Նա չի դնի քեզ վրա ոչ մի ծանրություն, որը քեզ կհոգնեցնի։ Թույլ տուր, որ Տեր Հիսուսը աջակցի քեզ Իր շնորհի չպարտադրված ռիթմերի համաձայն։ Երբ բռնում ես Նրա ձեռքը և սկսում ծառայել հանուն Նրա առաքելության, ապա քո կյանքի ոչ մի ճնշում չի կարող դիմակայել Նրա շնորհին։ Քրիստոսի խաղաղությունն ունենալը նշանակում է, որ դու ամբողջովին վստահում ես Նրան։ Երբ ես գիտակցում եմ, որ սիրված եմ Աստծու կողմից և իմ հոգսերի համար Նա է հոգ տանում, ապա թույլ չեմ տալիս, որ որևէ սթրես, հոգնածություն ու հիասթափություն ձևավորեն իմ հոգեվիճակը։ Եթե լսես քո սրտում Տեր Աստծու ձայնը, կլսես նաև, որ Նա ասում է քեզ. «Քո խաղաղությունն Իմ մեջ է. դու կարող ես հանգիստ գտնել Իմ մեջ։ Ես ուզում եմ վերականգնել քեզ. քեզ իրական հանգիստ է պետք։ Քայլի՛ր Ինձ հետ և գործի՛ր Ինձ հետ։ Սովորի՛ր ապրել ըստ Իմ շնորհի ազատության ռիթմերի»։ Այսօր զորությամբ և հավատքով աղոթի՛ր ինձ հետ միասին այս աղոթքով. «Տեր Հիսուս, ես Քեզ եմ հանձնում իմ բոլոր ճնշումներն ու ճնշվածությունները։ Ես գիտեմ, որ Դու ծանր բեռ չես դնում ինձ վրա։ Քո բեռը թեթև է, Քո լուծը քաղցր է և հեշտ է կրել։ Ես ուզում եմ այս կյանքում ընթանալ և գործել Քեզ հետ միասին։ Ես գիտեմ, որ Դու սիրում ես ինձ, և ես որոշել եմ սովորել ապրել Քո շնորհի ազատության ռիթմերին համահունչ կյանքով։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։